Ողջույն բոլորին, այս տեսանյութը ցանկության մասին է, ինչպես որ յուրաքանչյուր գիրակի օր է լինում, նաև այսուհետ կլինի նաև TikTok-ում, բայց մեկ օրինակից ընդամենը, յուրաքանչյուր տեսանյութից մեկ օրինակ, ոչ թե այսպես 4 տարբերակ, բնականաբար, եթե շաբաթվա ընթացքում ձեզ չի բավականացնի նաև մյուս ալիքինը, կարող եք նաև այնտեղ էլ նայել։ Ես կկիսվեմ Facebook-ում, ցանկացողները կարող են նաև այնտեղ էլ գնալ։ Այնտեղ մի փոքր ավելի երիտասարդությունն է, եւ այնտեղ եւս, հա, կշարունակեմ իմ գործունեությունը, ինձ համար 5 րոպեն ոչինչ չի ասի, որ եւս մեկ տեսանյութ էլ անեմ։ Դե իսկ ալիքներում բնականաբար կլինի միայն մեկ տարբերակ։ 4 տարբերակ։ Մեկ տարբերակը կարող է, հա, տեղադրեմ նաև շորտում, դեռ չգիտեմ։ Կախված է թե քանի րոպե, որտեղ շորտում ընդամենը 3 րոպե կարծես թե կարող եմ տեղադրել։ Ավել չեմ կարող։ Պահեք 4 տարբերակներից որևիցե մեկը, նաև 4-ը նույնը մի պահեք, այդպես, եւ ժամկետ պահեք, անպայման։ Ժամկետը շատ կարևոր է, կարող եք մեկ շաբաթ պահել, կարող եք այս 2 օր պահել, եթե որևիցե ինչ-որ կարճ հարց է, կգրի ինձ, հա, այս 2 օրը կգրի ինձ, կարող եք այդպես պահել։ Կասի, որ սիրում է, այս 2 օրը կծանոթանամ որևիցե մեկի հետ, որտեղ հարցը կա, այս 2 օրը պարզ կլինի, դիպլոմ կստանամ, թե ոչ, եւ այլն, շատ հարցեր կան, որ այստեղ պատասխանները կան։ Եվ հենց ժամկետ պահեք, ամենակարևորն է դա։ Ահա, հուսով եմ պահեցիք, մենք անցնենք կանխատեսմանը, գնանք առաջին տարբերակը։ Կկատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Ինչ անեմ սա, թողամ այստեղ լավ։ Հաշվի կառնենք, բայց եթե աստղը այսու այն կողմ լինի, ուրեմն ընկելա։ Ահա, ասեցի, չէ, հաշվի կառնենք, որ եթե այսու այն կողմ լինի, ուրեմն աստղը ընկավ։ Ես իմ խոստման տերն եմ, եւ այսպես թե այնպես, հա, երևի թե դրա համար ընկավ, որ տանեի այնտեղ։ Ուղղակի խախտեցի, որտեղ ընկավ։ Սա էր։ Նա պետք է իջներ ներքև, այս դեպքում արդեն մենք կարող ենք հիմա իրան փոխենք։ Մեր աստղը ավելի պարզ երևա։ Ահա, վերջ։ Մենք արհեստական չենք բերել իրար մոտ։ Ինքը իրար մոտ էր, ուղղակի մեկ քարտ անկավ, չկողմնորոշվեցինք, որտեղ տանենք։ Դա այնց էր։ Այնպես որ ցանկությունը իրականացավ։ Ահա, առաջին տարբերակի ցանկությունը կկատարվի իհարկե, միանշանակ դա, բացարձակապես մի կասկածեք, որովհետև դա այդպես է։ Նաև բիզնես բացելու համար շատ լավ ժամանակ է, կամ եթե ուզում եք բիզնես բացել, ապա բացեք, գումար կստանաք, եթե գումար եք ուզում, գումարը կգա եւ կկարողանաք ձեր բիզնեսը բացել։ Եվ ինչ որ մեկից եթե ուզում եք հեռվանալ, ի վերջո կամ ընկերուհի է, կամ ինչ-որ մեկն է, ով ձեզ նյարդայնացնում է եւ ուզում եք հեռու մնալ ձեզանից, հա, ապա դա եւս տեղի կունենա։ Պլյուս չհաշված, որ այն ամենը, ինչը որ դուք պահել եք, դա իրականություն կդառնա, սա կողքից է, հա, կողքից, եթե նաեւ նա եք պահել, հա, եւս դա կիրականանա։ Եթե մտածել եք կամ դա է հենց, գումար եք ուզում։
Այսքանը կարծես թե ոչինչ բաց չեմ թողել, այստեղ արդեն շատ էական չի, կարևորն աստղն ընկել էր։ Պահեք կամ տրամադրվեք երկրորդ տարբերակը, եթե պահել եք, ապա տրամադրվեք դրան, պատկերացրեք ոնց է կատարվում։ Կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։ Մի փոքր այստեղ ուշացում, մի փոքր, հա, պետք է սպասեք, աննշան։ Ուրեմն, այս տարբերակում կարծես թե ամեն ինչ նայել եմ, լեզուն այստեղ, ուրեմն այս տարբերակում, եթե ցանկանում եք ձեզ ծաղիկներ նվիրեն, ապա այն կիրականանա, նաև լեզուներ սովորել, և լեզուներ, և կարիերայի փոփոխություն առաջ խաղացում, կարիերայի բարձրացում, առաջ խաղացում, լեզուներ սովորել, եթե ցանկանում եք, և այսքանը։ Ինչ-որ շատ բան չկա այս երկրորդ տարբերակում, ցավոք սրտի, ցանկությունը մի փոքր է ուշանում, շատ չի ուշանում, բայց եթե դուք պահել եք կարիերայի բարձրացում, առաջ խաղացում, լեզուներ սովորել, ապա դա ևս կիրականանա։ Հուսով եմ ոչինչ բաց չեմ թողել։ Ահա։ Այսքանն երկրորդ տարբերակի համար ցավոք քիչ է շատ։ Պահեք երրորդը։ Մինչև կխառնա, պատկերացրեք ձեր ցանկությունը։ Կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։ Ուր են, չկանում։ Չկան, ժողովուրդ ջան, այսուրա, մի փոքր ուշանում է ցանկությունը, չգիտեմ ինչ ցանկություն եք պահել, կամ էլ ոչ ոք չի պահել։ Երրորդ տարբերակը, որովհետև սա ինչ է։ Արջուկը, կենցաղային տեխնիկա,
լավ է գոնե, ինչ-որ բաներ են գալիս։ Ուրեմն այստեղ արջուկն է, դա եւ ընտանի կենդանի է եւ նաեւ ուժ ինչ-որ մի բան դիմակայելու, ուժ ինչ-որ մի բան հաղթահարելու համար, միգուցե ուժ եք ցանկացել։ Կենցաղային տեխնիկա գնելու համար, լեզուներ սովորելու համար։ Այսքանն է, ուրիշ ինչ-որ բան չի ընկել։ Չգիտեմ ինչու, իսկ աստղը բավականին հեռու է։ Միգուցե կամ ցանկություն պահողներ չկային երրորդ տարբերակը խեղճում, կամ ցանկությունը ռեալ չէր, կամ միտքը ռեալ չէր, անհասկանալի էր։ Եվ գնանք 4 տարբերակը։ Տեսնենք 4 տարբերակը ինչ ասում ես։ Կատարվի արդյոք 4-րդ տարբերակի ցանկությունը։ Հələ նայեք, մեկ ակնթարթ էր մնում, բայց ինքը մի փոքր ուշացրեց։ Տեսնում եք, չէ՞ դրան։ Խառնելուց մի քիչ այս այն կողմ եղավ։ Թու։ Նեղացել են մեզանից քարտերը, չեն ուզում ցույց տան։ Երևի թե սկսեմ 2 շաբաթը մեկ անել սա, միգուցե, որովհետև դիտողականությունն էլ ապակասել, հնարավոր է 2 շաբաթը մեկ անեմ, արդեն։ Մեկ շաբաթ եմ մյուսն անեմ, մեկ շաբաթ եմ մյուսը, դեռ կորոշեմ։ Հավանականությունը մեծ է, որ այդպես կլինի։ Հնարավոր է ցանկություն չունեք, հնարավոր է հարցեր չունեք։ Այստեղ ամուսնության առաջարկի մասին է խոսքը եւ իհարկե բիժուտերիա նվեր ստանալու, գնելու եւ նաեւ մատչելի տարբերակով օրինակ ոսկեղեն ձեռք բերելու համար։ Այսքանը ուրիշ ոչինչ չկա, ցավոք սրտի։ Եվ երևի, իրոք, երևի յուրաքանչյուր շաբաթ անեմ, բայց նոյեմբերից սկսված։ Նոյեմբերից հնարավոր է ինձ մոտ կգրանցեմ եւ պետք է անեմ։ Մեկ շաբաթ այնտեղ կնայեք, մեկ շաբաթ այստեղ, եթե ցանկանում եք։ Այսքանը սիրելիներս, ընդհանրապես ցանկությունը այնպիսի մի բան է, որ պետք է ռեալ իմանալ ինչ եք ցանկանում։ Հենց դա է, որ մարդիկ ցանկություն են պահում եւ միևնույնն է չի լինում, որովհետեւ իրենք էլ կոնկրետ չգիտեն այդ ցանկության հետևում ինչ է ընկած, ինչ կարող է լինել, ինչ են ուզում առհասարակ, շատ այնտեղ մանրուքներ կան։ Դրա համար էլ շատ դեպքերում քարտերը չեն կարող հասկանալ, թե ինչ պատասխանել։ Դրա համար այս պարագայում, եթե չի լինում, ապա միայն պետք է կամ փոխել ձեր ցանկության ձևը, ինչպես եք դուք պահում այն, եւ նաեւ Աստծուն, թողնենք Աստծուն, Աստված կորոշի, որը ինչպես պետք է անի, պետք է կատարի, թե ոչ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։